Հայաստանի սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական աշխատանքները մեծ թափ են առել։ Նկատելիորեն ակտիվացել է նաև այս ոլորտում իրականացվող բարեգործությունը, նշում է Սուքիաս Ավետիսյանը եւ փորձում տեղեկանալ, թե կառավարությունն ինչ ծրագրեր է նախատեսել այս առումով։ Տարածքային կառավարման նախարարը համաձայն է, բարեգործություն արվում է, բայց եւ նշում է, որ դրան զուգահեռ չի կարելի նվազեցնել պետության կողմից արվածը։ Համոզված եմ, որ բացի գործող իշխանությունից եւ դա եղել է Հայաստանի անկախության 22 բոլոր տարիների ընթացքում սահմանամերձ գյուղերի դարդ ու ցավը ավելի լավ ոչ մեկ չգիտի։ Դա գալիս է նրանից, որ գործող իշխանությունները այդ խնդիրներով զբաղվում են ամենօրյա ռեժիմով։ Ուզում եմ տեղեկացնել, որ միայն վերջի 2 տարիների ընթացքում 4 հրատապ ծրագրերի պարագայում, օրինակ Տավուշի մարզում, որտեղ իրականացվել է 2.3 միլիարդ դրամի աշխատանք, միայն 70% այդ գումարների ուղղվել է սահմանամերձ համայնքներին։ Կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է դեմեմ շարժման հետ քննարկումներ սկսել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ։ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվում է, կվերանայվի արդյոք պարտադիր բաղադրիչը։ Մենք պատրաստ ենք աշխատելու դեմեմ շարժման հետ, որպեսզի շտկենք բացերը, որոնք կան օրենքում, ինչպես ցանկացած օրենքներում։ Սակայն չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել, այդ թվում դեմեմ շարժման հետ մեր տեսակետից եւ նրանց կողմից մեզ հետ։ Եվ կարծում եմ, որ այդ հանդիպումը անպայման պետք է լինի սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Վահե Էնֆիաջյանը ոչ թե հարց է ուզում հղել կառավարության անդամներին, այլ հորդոր կոռեկտության վերաբերյալ։ Պատգամավորը կարծում է, որ որոշ նախարարներ խորհրդանում փորձում են ինքնահաստատվել։ Կառավարության կազմում բացառապես կայացած ինտելեկտուալ մարդիկ են ընդգրկված, ովքեր կայանալու խնդիր չունեն, հակադարձում է Արմեն Աշոտյանը։ Արժանապատվությունից կարող են խոսել մարդիկ, որոնք ունեն արժանինքներ եւ պատիվ։ Պատգամավորը նույնքան որքան նախարարը, մարզպետը, քաղաքապետը, գյուղապետը, շարքային քաղաքացին բաղկացած են մսից եւ արյունից, ցանկացած սադրանք, որը ուղղված է ցանկացած մարդու հանդեպ 1, 2, 3 հանդուրժողական դրսևորումների պարագայում արժանանում է գուցե երբեմն շատ կտրուկ, բայց այնուհանդերձ արդարացի ակարվածների։ Ուզում եմ նորից կրկնել իմ հորդորը։ Առաջինը կառավարության կազմում բացառապես կայացած մարդիկ են, բացառապես կենսագրություն, աշխատանքային փորձ, կրթություն, իդեպ շատ կարևոր դիտարկում է այս պարագայում ունեցող մարդիկ են։ Այն ինչ որ դուք ակնարկում եք, լավ կլինի որոշ քաղաքական ուժեր իրենց աչքի գերանը տեսնեն սկզբից, նոր դիմացինի փուշը դարձնեն խոսակցության թեմա։ Վիրավորելը հեշտ է, նախարարը խնդրում է զուսպ եւ կոռեկտ քաղաքական մշակույթ ձևավորել։ Աննա Գրիգորյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։